Եթե տեսչական ստուգումների արդյունքում նպաստառուի բնակարանում հայտնաբերվել է 1.70, դա սոցիալական ծառայության վատ կամ խայտառակ աշխատանքի մասին է խոսում, թե ոչ։ Վերահսկիչ պալատի նախագահի գնահատականի հետ համաձայն չեն սոցիալական ոլորտի աշխատողները։ Չեն ժխտում, հայտնաբերվել են դեպքեր, երբ նպաստառուն աշխատել է ու թաքցրել եկամուտները։ Օրինակ, Ախուրյանում վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում 1.27 միլիոն դրամի թաքցված եկամուտ է հայտնաբերել։ Գումարը մասամբ վերադարձվել է պետական բյուջե։ Գործընթացն ավարտված չէ։ 34 համայնքներից 28-ում ուսումնասիրություն կատարեց, ընդամենը արձանագրվեց 1.27 դրամի ավելի վճարուց, գումարը ամբողջությամբ վերականգնված, ինչպես ասեցի, մնացել է այնտեղ 34,000 կարգի թիվ, որ այս բոլորերս միգուցե արդեն փոխանցած լինեն։ Գյումրի 1 սոցծառայությունում նախքան վերահսկիչ պալատի ստուգումները եւ դրանից հետո Պառնաս ծրագրով նպաստառուների ցուցակը մանրամասն ուսումնասիրվել է, որի հետևանքով նպաստառուների թիվն անցած 7 ամիսների ընթացքում կրճատվել է մոտ 130-ով։ Կառավարության հունիսի 26-ի 2009 թվականի 723 որոշմամբ մենք սկսել ենք այդ գործընթացը։ Նույնիսկ ունենք արդեն հետգանձված գումարներ 5.919 դրամ գումարի չափով պետք է հետգանձվի։ Մինչև այսօր մենք արդեն 1.927 դրամ հետ ենք գանձել։ Մինչև այս պահը հնարավոր է մի երկու ժամետո թիվը փոխվի, անընդհատ ավելանում է թիվը եւ ժամանակացույցը կազմված է 12 ամսվա ժամանակով։ Հստակ տեղավորվում ենք ժամանակացույցի մեջ։ Այս պահին էլ Ռաֆիկ Քոթանջյանի սեղանին անուններ են, ովքեր թաքցված եկամուտ ունենալու պատճառով ոչ միայն զրկվել են ընտանեկան նպաստից, այլև պարտավորվել են ստացած գումարը վերադարձնել պետական բյուջե։ Ստորագրել են, դուք տեսնում եք, բոլորը համաձայն են, որպեսզի գումարները հետմուծեն։ Դա շարունակական աշխատանք է։ Պառնաս ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումները արդյունավետ են եղել նաև Ախուրյանի սոցծառայությունում։ Օրինակի համար մենք անցած տարվա օգոստոսից առ այսօր շուրջ 400 ընտանիք նպաստից զրկվել են։ Անցած տարվա 2009 թվականին մենք 90 միլիոն գումար չենք ծախսել պետության կողմից նախատեսված գումարից։ Վերահսկիչ պալատի նախագահը խոստացավ համապատասխան փաթեթով դիմել կառավարությանը, որպեսզի սոցիալական ոլորտում որոշակի հարցեր հստակեցվեն։ Օրինակ, ով ասես կարող է տեղեկանք տրամադրել քաղաքացուն՝ գյուղապետարան, քաղաքապետարան, համատիրություն, ՊՇՏ եւ այլն։ Հետևաբար, եթե բացահայտվում է, որ կեղծ գործարք է տեղի ունեցել, կոնկրետ պատասխանատուների գտնելն ու պատժելը դժվարանում է։ Ոլորտի մասնագետները այս հարցում համակարծիք են, որևէ մեխանիզմով հարցն անհրաժեշտ է կարգավորել։ Տարբեր տեսակի տեղեկանքներ ներկայացնելուց զատ նպատակահարմար են գտնում նաև, որ հենց մասնագետը տեղական ինքնակառավարման մարմնի հետ միասին համատեղ առանց ավելնորդ տեղեկանքներ թղթեր պահանջնելու տեղում որոշեն այդ ընտանիքը նպաստ ստանա թե ոչ։ Ինչ վերաբերում է նպաստառուներին, սոցծառայությունում հավաստում են, նրանք զգոնացել են։ Շատ են դեպքերը, երբ անգամ նախքան աշխատանքի ընդունվելն արդեն զգուշացնում են կառույցին այդ մասին եւ ինքնակամ հրաժարվում են ընտանեկան նպաստ ստանալուց։ Հարկ է նշել նաև, որ ինչպես վերահսկիչ պալատի, այնպես էլ Պառնաս ծրագրով իրականացված խախտումների արդյունքում գումարները բյուջե են վերադարձվել դատական քաշքշուկներից զերծ մնալով։ Արմենի Վարդանյան, Տիգրան Կասաբյան, Կալանյուս։